Գիներ ողջունում եմ բոլորիդ, այսօր մատ հետաքրքիր մեքենա եմ ձեզ ուզում ցույց տամ, ոչ ռեստավրացիա ենք անում, ոչ էս ենք անում, ոչ բան չենք անում այս ավտոյի հետ, ուղղակի ուզում եմ ձեզ ցույց տամ ու ցույց տամ ինչքան լավ է նայվում այս ավտոն իմ ունեցած մնացած ավտոների հետ, ցույց տամ այդ ամբողջ սերունդ, պապի, տղա, թոռ եւ այլն, չնայած թոռը արդեն պապի է, բայց մի խոսքով գնացի կգեր, ուրեմն 2000 թիվ ճապոնական մարկետ G320 W210 Mercedes-Benz Wagon Խնդրեմ ընկերներ, ուրեմն այս ավտոն ինչի եմ ես ցույց տալի ձեզ, ուզում եմ չգիտեմ Հայաստանում եթե այս տղեն ով որ այս գործը արել է, նայում է իմ ալիքը, եթե նայում է լավ կլինի, ուզում եմ գովամ քո արած գործը, աղբեր ջան, որովհետև սենց կարել սենց սալոն սենց որակով շատ քիչ մարդիկ են անում ու հալել է քեզ, որ դու սենց որակով գործ ես անում ուսումնասիրեցի մանրամասն սալոնը, ես անձամբ գույների հետ համաձայն չեմ, գույնային առումով, բայց ես ընդամենը ճաշակի հարցը քո արած գործի որակին ոչ մի խնդիր չկա, շատ լավ գործ ես արել եղբայր, մի խոսքով ընկերներ, ոնց որ տենում եք մեր 210 վագոնը, Կարլսոն հավաքած, լավ սիստեմով եւ այլն լավ բանտաժներով Կարլսոն ու Հայաստանից լավ հիշողությունները արտնացրեց իմ մոտ այս ավտոն ինչ առումով հիմա ցույց տամ սալոն ուսումնասիրում եմ ընկերներ մեկ էլ տենամ բան ճտիկ վիգլուչացել այսպես ասած ու նայում եմ չեմ հասկանում ես ինչ ասեմ այս ավտոյի վրա այս ինչ գործ ունի հետո նոր Հայաստանից հիշողությունները զարթնեց հիշավորեցի գազի սվիչն այսինքն չտծում ես փոխում գազ բան որ ես էլ եմ ունեցել ես 212-ից գազով չգիտեմ ինչ միշում որ թվին իմը իհարկե վագոնը չէր հələ այդ վաղտ այդքան խելք չունեի որ վագոն քշեի մի խոսքով հետաքրքիր է շատ այս վագոններն ինչն է կայֆ ընկերներ ես հետևի նստատեղերը այստեղ շատ են սիրում այս երրորդ շարքի հետևի նստատեղերը այստեղ էլ այլ ինտիր գործ արած մի խոսքով հիմա գնանք տենանք ուրիշ ինչ ունենք բում գերեր էսի սրա տղեն է չէ էսի 210-ի հերն է էսի 124 վագոնն է գերներ այլը կիսատ է իհարկե եթե ալիքում վիդեոները չեք տեսա անպայման մտեք նայեք այս պրոյեկտի վերաբերյալ թույն բան ենք սարքում ամեն դեպքում ընկերներ էսի նայում եք սրա հայրիկն է այսպես ասած 124 E320 էլի 3.2 մոտոր բայց այս M104 մոտորն է այնի V-աբրազ 6 Porsche մոտորն է հիմա ընկեր այս նույնն էլ այստեղ էլ ունի հետևի նստատեղերի իհարկե դե ուղղակի ծալած է բայց հիմա ես ցույց կտամ այս նույնը բացվում է դառնում է նստարան խոսքով այս ավտոն իհարկե իդեալական վիճակում է ու 124-ների պահանջարկը իհարկե շատ ավելի մեծ է քան 210 կուզովը
Իսկ հիմա եկեք նայենք սրա հոր ընկերներ, սոսի 124 վագոնն է, ստե ունենք բում ընկերներ 123 վագոնը։ Այս ավտոն շատ հետաքրքիր ավտոն ընկերներ, եթե չեք նայել այս ավտոյի վիդեոները, էլի ալիքում կա, անպայման մտեք նայեք։ Մի աշխարհ ժամանակ ու փող ներդրում պահանջած ավտո է, որը որ չգիտեմ, ես շատ եմ սիրում 123 կուզով մանավանդ վագոն։ Այս էլ դրա պապան ընկերներ։ Այս նույնն էլ էլի ունի հետևի նստատեղ ստեղի իհարկե։ Հիմա ցույց կտամ։ Այս երրորդ շարք նստատեղը, այս էլ ունի, սրա տակնա, այս ընկերներ, ոնց որ տենում եք սրա նստատեղն էլ ես, այս էլ տակի մասնա ծալվում, բայց հիմա չենք բացի, ուպս, մի խոսքով, այս մեքենան նոր ռեստավրացիան վերջացրած, անպայման խորհուրդ կտամ նայեք ընկերներ այս ավտոյի վերաբերյալ վիդեոները, մի քանի մաս 3-4 մաս երևի արդեն կա ալիքում։ Հիմա արդեն ինքը վերջացված է, բայց մի խոսքով ընկերներ, իմ այսպես ասած սիրելի ավտոները բոլորը 123 վագոն, 124 վագոն ու 210 վագոն ընկերներ։ Ուղղակի ստե իհարկե մի հատ էլի ավելի լավ ավտո ունենք, 124 կուպե ունենք ընկերներ, որը որ պատրաստվում է դառնա թույն ծիտ, հələ թույն ծիտ չի, մի քիչ տաշած, բայց կսարքենք իրան թույն ծիտ ընկերներ, սրա մասին էլ անպայման վիդեոներ լինելու ալիքում, մտեք նայեք։ Ընկերներ ունենք մի հատ էլ 124 կաբրիոլետ, որը որ տվել ենք այսօր կարիշը փոխելու, այդ կաբրիոլետն էլ անպայման ալիքում վիդեոներ լինելու են, հենց որ բաց չթողեք, այդ վիդեոներն էլ նայեք կաբրիոլետի վերաբերյալ։ Մի խոսքով ընկերներ, այս վիդեոյի իմաստն ցույց տայի այս 210 կուզովը ու ամեն դեպքում կուզենայի, որ դուք հետենայիք ինչ մեքենաներ եմ ես սիրում, ինչի վրա եմ աշխատում, տեսակ 123 վագոն, 124 վագոն, 124 կուպ ու 210 վագոն։ Հենց որ ընկերներ հետաքրքիր բաներ է սպասվում ալիքում, անպայման մնացեք ալիքում ընկերներ, բաժանորդագրվեք, լայքեր դրեք եւ այլն։ Հանդիպենք հաջորդ սերիայում, լավ մնացեք։